ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Երիշե Մելիքյանի մամուլի ասուլի Սարհատ Արմենիայի դեմ խաղից հետո նախ մատչը կխոսի խաղի մասին։ Շնորհակալ եմ Սարհատ Արմենիային, շատ ափսոսում եմ մեր աշխատանքը ոչ հասանք արդյունքի, կան պատճառներ, ես հասկանում եմ խաղից արդեն մի 20 րոպե, 25 րոպե առաջ նայելով ժամանակը հասկացա, որ կարանք սենց ասած չձգենք, որովհետև այն կորուստները, որ ունեինք, այն պայստային ֆուտբոլիստները, որ մենք ունեինք, հասկանում էի, որ ուժեղացնել չէի կարող, մի քիչ այն ձեռքիս ինստրումենտներով խեղճանում էի, եւ պատճառներից մեկը, որ այդքան սինթետիկով վրա խաղալուց այս բնական դաշտը մեր վրա ազդեց ֆիզիկապես ավելի ադապտացիա ուներ, ավելի լավ էր զգում Սարհատ Արմենիան, մենք ադապտացիայի խնդիր ունեցանք խոտի վրա, մի օր երկու օր որ մենք խոտի վրա սկսել ենք պարապելու ու այդ ամեն ինչը սենց ասած ֆուտբոլային մի շիշնի ստրես տարան ֆուտբոլիստները, նստեցինք ու անհատական, չեմ ուզում էլ այդ մասի խոսամ, անհատական կոպիտ սխալներն էլ բերեց այդ երկու ստանդարտ, ընդհանուր առմամբ լավ սկսեցինք 2-0, դե բնականաբար գիտեինք, որ Սարհատ Արմենիան երկար գնդակներում խաղալու էր մեր Տուգանայինի մոտ ու մենք ավելի շատ երկրորդ համարով էինք խաղում, ինչ-որ միտեղ ստացվում էր, հետո ֆիզիկական մի քիչ խեղճացանք, չկարողացանք երկրորդ գնդակներն էինք մի քիչ սխալվում, չենք հավաքում, կան պրոբլեմներ, բայց սաղ արջևում խաղանք, ես կանը երևի ավելի շատ եւի հարցրով։ Մելիքյան Սակսի Մարտչը նշեց, որ որոշ դիքային փոփոխություններ անակնկալ էին իրենց համար, այդ դիքային փոփոխությունները կատարել էիք մրցակցից ելնելով, թե ձեր ասած կորուստների պատճառով։ Կորուստների պատճառով առաջին հերթին, երկրորդը վերլուծել էինք մրցակցին, ես վստահ եմ, որ գտել էինք հակախաղը, դրանով հասանք արդյունքի 2-0։ Պարոն Մելիքյան, այս տարի երկրորդ պարտությունները Սարհատ Արմենիայից, որ արտունել եք զիջել, ընդհանուր ինչ է պետք կապը, որ անմիջական մրցակիցների հետ չի ստացվում միավորված։ Նայեք, շատ էլի եմ ասում, մեր պայմանները, հետո չմոռանանք, որ ես ավելի շատ կապում եմ դրա հետ, որ չմոռանանք ինչ վիճակում էինք մենք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսը, թիմը փակվում էր, հետո մեր նոր ղեկավարները վերցրին հունվարից վերցրեցին, մենք արդեն որ պատրաստվում էինք հավաքների 13-14 ֆուտբոլիստ էինք, առաջի հավաքը մեր մոտ պրավալ գնաց, մինչև դեմոն նոր ղեկավարները, մինչև այդ ամեն ինչը բերեցին, ես չհասցրեցի պատրաստել թիմը, հետո արագ մի շաբաթվա 5 օրվա մեջ հավաքեցինք ու կարողացանք, ժամանակ չեղավ, այդ ժամանակ մեր մրցակիցները կարողանում էին հանգիստ պատրաստվել առաջնությանը, սենց տարի ես չեմ ունեցել, որ ձմեռը ես միշտ ամեն անգամ ձմեռայից հետո մենք ավելի ուժեղ ենք եղել ու հասել ենք արդյունքների, այս անգամ ես չունեի դրա հնարավորությունները, փակում ենք, հետո բացում ենք, հետո սելեկցիա, չկարացի ճիշտ կազմակերպել, աշխատել, պատրաստել թիմը, այս ամեն ինչը ազդեց, հիմա էլ ֆուտբոլիստներ կան, առաջությունում նոր սկսեցի խաղալը, մինչև այդ ընկերակախաղերին չէին հասցրել, ադապտացիաներ կա, շատ հարցեր կա, կորուստները, մեր պայմանները հիմա, դե ես չեմ ուզում հիմա պատճառներ շատ ման կամ, պարտվել ենք, շնորհավորում ենք Սարհատ Արմենիային, լավ ֆուտբոլիստներ ունեն շատ, ինչ մի հատ գոնե ես տենտոն ունենա էլի, տենտոնը սա խաղը, ընդհանուր առմամբ լավ թիմ է Սարհատ Արմենիան, լավ ֆուտբոլիստներով, հետո լավ ֆուտբոլ է խաղում, մարդիկ կրեցին, մեզ մնամա նայենք առաջ, շարժվենք, աշխատենք, համբերենք, ես համարում եմ, որ հիմա նորից այն տարիները, որ ես կառուցել եմ թիմ, պատրաստել էի թիմ, ֆունդամենտ ունենք, հիմա թազա ղեկավարներ, շատ բան փոխել ենք, ես այդքան արագ չեմ կարող ամեն անգամ թիմ սարքելու, հիմա ժամանակա պետք համբերել, աշխատել, կառուցել, ֆունդամենտ դնել,
Ես կան եւ իսկ շարունակելու եք Փյունիկը ջունիոր սպորտում խաղալ, թե ամոթքում նախապոտացած սպորտ։ Չէ, հիմա Աբովյանում ենք խաղում, հիմա նոր հրազդան ենք վերցրել, ես 2 օր սկսել ենք հրազդանում, խոտածածկում պարապելը նոր ինչ-որ ֆոկուսը գալիս է տեղը, որ կարանանք գոնե նորմալ պատրաստվենք, մինչև այդ մեր Փյունիկի սինթետիկ այդ արհեստական մարզադաշտում էինք պարապում շատ դժվարությամբ, այնտեղ վնասվածքներ շատ կորուստներ ունեցանք, Անտոնը Բրատկովը մի շաբաթ չետ պարապել, նոր 2 օր պարապել էր, Յուսուֆ են կորցրել, Արման են կորցրել, Սանին 2 օր, ոչ պրոբլեմներ շատ են։ Եվ եթե ծնորային հատվածից հետո, աշտանային հատվածի ավարտից հետո 4 թիմեր հապոկված են ցելիցներից, հիմա Վանն է մոտենում եւ արժեվում բավականին հարմար, այսպես կարելի ասել, մրցակիցներ ունի, չկա մտավախություն, որ Վանն էլ կարող է մտնել այս պայքարի մեջ, որ այս կորցրած միավորներ հետո ճակատագրական։ Դե ամեն դեպքում ճակատագրական են, շատ կարևոր միավորներ են կորցնում, վտանգներ շատ կան, որովհետև մրցակիցները էլի եմ ասում, լավ պատրաստվել են, ժամանակ են ունեցել, մոտիվացիա ունեն, նպատակներ ունեն, բայց մենք էսենց իրավիճակներում շատ ենք գտնվել ու ելքը գիտենք, այստեղ համբերել աշխատել։ Վանը լավ թիմ է, այո, մրցակից է, ոչ միայն տենում եք ներքևի թիմերը կարող են վերցնել միավորներ առաջատաններից, ամեն ինչ արջևում է, պետք է մաքսիմում աշխատենք, չհուսահատվենք, աշխատենք, համբերենք, այս կանը։ Ամերիկյան խոսեցիք այն խնդիրներին, որոնց բախում է հիմա, բայց Փյունիկը այդ խնդիրներն ուներ նաև անցյալ տարի դրանից առաջ եւ շատ հաճախ հենց այսպիսի խաղերում, դժվար խաղերում Փյունիկը հաղթում էր, ինչ-որ մի գործոնի շնորհիվ, երբեմն բնավորության, երբեմն փոփոխությունների ինչ-որ բանի շնորհիվ։ Հիմա ձեզ կա այդ գործոնը, որ ապագայում հնարավոր է այսպիսի խաղերում հաղթել։ Դե հիմա ես մտածում եմ մի քիչ այդ սելեկցիան, որ իմ սրտով չէր, բայց ոչ մեկին չեմ կարա մեղադրեմ, իրավիճակն է սենց, մեր նոր ղեկավարները ժամանակ չունեին, ես հնարավորություն չունեի, մենք էդի հիմա զգում ենք ուղղակի։ Ես դրա համար սկսեցի իմ խոսելը, որ ես զգում եմ, որ որպես մարզիչ մի քիչ խեղճանում եմ ձեռքիս ինստրումենտներից, որակները այն, որ ուզում եմ այն խաղը կառուցել, մի քիչ դժվարանում եմ, համար այսօր ես ստիպված եմ գնալ 2-րդ համարով, որովհետև հասկանում եմ ինչ ֆուտբոլիստներ ունեմ ու ինչ կարելի է անել այս ֆուտբոլիստներով, բայց մենք ճիշտ եք ասում, սենց իրավիճակներից դուրս ենք եկել, հիմա էլ կաշխատենք դուրս գանք, շատ ափսոսում եմ, շատ վատ է, շատ տխուր է այս կորուստները, բայց մենք աշխատելու ձև գիտենք ու սենց նման իրավիճակներից դուրս ենք եկել, դրա փորձել ունենք։ Մերսի։